Բարև ձեզ, եթերում օրվա ամփոփումն է, ձեզ հետ է Արփինե Նավասարդյանը։ 19:00-ի դրությամբ առանձնացրել են հետևյալ լուրերը։ Արցախի հանրապետության նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը 1.5 տարի Բաքվի բանտում անցկացնելուց հետո այսօր առաջին անգամ ընտանիքի միջոցով հեռախոսով ձայնային հաղորդագրություն է փոխանցել, որում հերքել է ադրբեջանական լրատվամիջոցների տարածած տեղեկությունները, թե իբր ինքը դատավարության ժամանակ ասել է, որ հայերն են կազմակերպել Խոջալույի իրադարձությունները։ Ես ասել եմ, որ այդ դեպքերի պատասխանատուն հենց այս ադրբեջանական կողմն է եւ դա եղել է ներիշխանական պայքարի արդյունք։ Բացի դրանից ես երբեք չեմ ասել, որ գոյություն ունի Իվանյանի ազատագրման համար պարգև, դա նույնպես սխալ է ձևակերպված։ Վաղը ես դատական նիստի ժամանակ դրա մասին բարձրաձայնելու եմ, ասել է նա։ Բաբայանը նաև հիշեցրել է, որ վաղը հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցն է, հոգով մտքով ձեզ հետ ենք, հոգով մտքով ես լինելու եմ նաև Ծիծեռնակաբերդում։ Լավ եղեք, բինգ եղեք, մեր մասին մի մտածեք, եզրափակել է նա։ Ադրբեջանը Հայաստանին հրավեր է ուղարկել մասնակցելու սեպտեմբերի 28-ից հոկտեմբերի 8-ը կայանալիք ԱՊՀ երրորդ խաղերին, որոնք անցկացվելու են օկուպացված Ստեփանակերտում եւ մի շարք այլ քաղաքներում։ Օկուպացված Ստեփանակերտից բացի խաղերն անցկացվելու են Գանջայում, Եվլախում, Մինգևչերիում, Գաբալայում, Շեքիում, Գոյգոլում։ Ադրբեջանական կողմի հրավերին արձագանքել է ԿԳՄՍ նախարար Ժանա Անդրեասյանը։ Առաջիկայում կքննարկենք եւ որոշում կկայացնենք, դա կախված է տարբեր հանգամանքներից, այդ թվում անվտանգության միջոցառումներից, եւ կարծում եմ որոշումները պետք է կայացվեն ամբողջական ինֆորմացիայի պարագայում, կքննարկենք եւ ըստ այդմ կորոշենք, ասել է նա։ Կառավարությունն այսօր որոշում է կայացրել դե ֆակտո ընտրակաշառքի վերաբերյալ, այս մասին Facebook-յան իր էջում գրել է քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը։ Խոսքը անհուսալի վարկեր ունեցող անձանց ֆինանսավորման մասին է, որոնց վարկային պարտավորությունը չի գերազանցում 3 միլիոն դրամը, իսկ մայր գումարը 1 միլիոն դրամը։ Իհարկե պայման է, որ անհուսալի վարկ ունեցողը ունենա ներկայումս զբաղվածություն։ Պետական բյուջեի, այսինքն հարկատուների համար սա կարժենա մոտ 170 միլիարդ դրամ ըստ կառավարության։ Այսպիսով Հայաստանի Հանրապետության բոլոր հարկատուները, այդ թվում գուցե ոչ պակաս ֆինանսական դժվարություն ունեցողները, որոնք սակայն անհուսալի վարկ ունեցողի վերնշված կատեգորիայում չեն, կֆինանսավորվեն մի ծրագիր, որը այլ բան չէ, քան նախընտրական տարվա հաշվարկ։ Իհարկե նաև փաստացի 170 միլիարդ դրամի բոնուս է բանկային համակարգին, որն առանց այդ էլ անցնող 3 տարիներին աշխատում է գերշահույթով, այդ թվում նաև քաղաքացիներին բանկային համակարգից կախվածություն պարտադրող կառավարական որոշումների շնորհիվ, գրել է նա։ Այսօր ժամը 19:15-ին Հանրապետության հրապարակից մեկնարկել է հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին ընդառաջ կազմակերպած ավանդական ջահերով երթը։ Հանրապետության հրապարակում միջոցառման մեկնարկից հետո երթը շարժվում է Ամիրյան փողոցով, Մաշտոց պողոտայով, Բաղրամյան պողոտայով դեպի Կիևյան փողոց եւ Ծիծեռնակաբերդի հուշահամալիր։ Կոչ ենք անում բոլոր հայրենակիցներին մասնակցել ցեղասպանության 110-րդ տարելիցին ընդառաջ ընդդեմուրացման եւ հանուն մեր ժամանցելի իրավունքների պայքարի կազմակերպած ավանդական ջահերով երթին, ասված է հաղորդագրության մեջ։ Իշխանական մամուլից է տարածումը, հարց տամ ինչ տեղեկությունների են տիրապետում, թող այդ տեղեկություններով գնան դատախազություն։ Այս մասին ազգային ժողովի ճեպազրույցների ժամանակ հայտարարեց Հայաստան խմբակցության падգամավոր Քրիստինե Վարդանյանը, անդրադառնալով մեղադրանքներին, թե ջահերով երթի մասնակից զանգվածին ցանկանում են օգտագործել անկարգությունների համար։ Մենք այսօր կազմակերպելու ենք ջահերով երթ, քայլելու ենք դեպի Ծիծեռնակաբերդ, ուղերձ Թուրքիային, Ադրբեջանին ու իրենց հետ պայմանավորվածության եկած Հայաստանի Հանրապետության իշխանություններին։ Ես հարց ունեմ, ջահերով երթն ինչու է այսքան թիրախավորվում, դա հիշատակի պահանջատիրության միջոցառում է, որն է իմաստը ջահերով երթը թիրախավորելու ու դրա նկատմամբ հակաքարոզչություն անելու, ասաց նա։ Վարդանյանը հարց հնչեցրեց, գուցե դա խոչընդոտում է օրինակ այն պայմանավորվածությանը, ըստ որի սահմանադրությունից պետք է հեռացվի անկախության հռչակագիրը։ Այս կոնտեքստում բնականաբար ջահերով երթը պետք է թիրախավորվեր, որովհետև հակառակ ուղղ ցղող միջոցառում է։ Ամեն անգամ այդ մեղադրանքները հասարակությանը վախեցնելու համար տարածում են որևէ միջոցառումից առաջ, ասաց падգամավորը։ Հայաստանը սոցիալական աջակցություն կտրամադրի Սիրիային առաջին անհրաժեշտության կարիքները հոգալու համար։ Համապատասխան նախագիծն ընդգրկված է կառավարության այսօրվա նիստի օրակարգում որպես չզեկուցվող։ Նախագծի շրջանակներում մասնավորապես առաջարկվում է առողջապահական եւ լաբորատոր նյութերի համար ուղղել 25 միլիոն 904 հազար դրամ, կենցաղային եւ հանրային սննդի նյութերին 23 միլիոն 8 հազար դրամ։ Նախագծի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետբյուջեում կառաջանա 49 միլիոն դրամի ծախս։ Նիկոլ Փաշինյանը կարծում է, որ հանրության շրջանում նման ընկալում կա, որ քրեական ենթամշակույթը տղաներին ուժեղացնելու ճանապարհ է։
Ես ուզում եմ պաշտոնապես հայտարարել ուղիղ հակառակը՝ քրեական ենթամշակույթը տղաներին բոլոր առումներով թուլացնելու, ինքնությունից, ինքնուրույնությունից զրկելու, մտածողության սեփական ձևեր ունենալու զրկելու մեթոդ է։ Սա ամենամեծ մոլորությունն է։ Իրականության մեջ խոսք կա, դե տղա է, թոմիկ չել տենց բան, իրենց թվում է այդպիսով տղաներն ուրախանում են, բայց այդպիսով տղաները թուլանում են, բոլոր առումներով զրկվում են կամքից, խելքից, ինքնուրույն մտածողության սեփական բանաձևեր ունենալու կարողությունից։ Ըստ նրա, ինչքան մարդը քրեական ենթամշակույթին մոտ է, այդքան ավելի հեշտ կառավարելի է։ Ինչքան քրեական ենթամշակույթին մոտ է, այնքան ավելի անմրցունակ է ցանկացած ոլորտում, աշխատանքի շուկայում, ցանկացած հարաբերության մեջ։ Սա ինձ համար աքսիոմա է, տեսական թեժ չէ, սա մի բան է, որ ես գիտեմ եւ տեսականորեն եւ գործնականում, եւ սա ֆունդամենտալ պրոբլեմ է, ասաց նա, նկատելով այս համատեքստում քաղաքականություն մշակելու անհրաժեշտություն կա։ Սոցիալական ցանցերում եւ լրատվամիջոցներում ակտիվորեն տարածվում է ticket.am.com կայքի հղումը, որը ներկայացվում է որպես աշխարհահռչակ երգչուհի Ջենիֆեր Լոպեսի Երևանում կայանալիք համերգի տոմսերի վաճառքի հարթակ։ Կայքում նշված է, թե տոմսերն արդեն հասանելի են տարբեր գնային կատեգորիաներով, հիմնականում մի քանի 100,000 դրամ արժեքով, գրում է Civic.am-ը։ Նշվում է, որ Ջենիֆեր Լոպեսի օգոստոսի 3-ին նախատեսված համերգի տոմսերը դեռևս չեն վաճառվում։ Երկչուհու պաշտոնական կայքում նշված է, որ Երևանի համերգի համար վաճառքը դեռ չի մեկնարկել, ի տարբերություն այն քաղաքների, որտեղ հասանելի են ակտիվ հղումներ դեպի պաշտոնական տոմսային հարթակներ։ Հայաստանում տոմսերի վաճառք իրականացնող վստահելի հարթակները ևս դեռ չեն սկսել այս համերգի տոմսերի վաճառքը։ Երևանի Տիգրան Մեծի պողոտայում տրանսպորտային միջոցներից մեկի վարորդը դանակահարել է 38 երթուղին սպասարկող հանրային տրանսպորտի վարորդին։ Այս մասին հայտնում է Երևանի ավտոբուս փակbaşնետիրական ընկերության մամուլի խոսնակ Գեղամ Ասատրյանը։ Նա նշել է, որ ավտոբուսի եւ մեկ այլ տրանսպորտային միջոցի վարորդների միջև վիճաբանություն է եղել վարելու հետ կապված հարցի շուրջ։ Քիչ առաջ միջադեպ է տեղի ունեցել թիվ 38 երթուղին սպասարկող վարորդի եւ մեկ այլ տրանսպորտային միջոցի վարորդի միջև, գրել է փակbaşնետիրական ընկերության մամուլի խոսնակը, նշելով, վարորդը տեղափոխվել է հիվանդանոց։ Ավելի ուշ Օրագի Նյուզի հետ զրույցում Գեղամ Ասատրյանը հայտնեց, որ վարորդի առողջական վիճակը կայուն է։ Վարորդի առողջական վիճակն ընդհանուր առմամբ այժմ նորմալ է, հավելյալ ինֆորմացիա տալ չեմ կարող, ասաց նա։ Այսօր ապրիլի 22-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում ժամը 19:20-ի սահմաններում արտաշատի խճուղում բախվել են Երևանի բնակիչ 40-ամյա Հովսեփ Դ-ի վարած Mercedes Magnus-ի եւ Գեղարքունիքի մարզի բնակիչ 48-ամյա Սասուն Ե-ի վարած VAZ 2107 Magnus-ի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինը գլխիվայր շրջվել է։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի ստուգման նպատակով դիմել է Աբովյան բժշկական կենտրոն։ Հրշեջ փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազաբալոնի փականը եւ քաղաքացիների հետ ուղղել VAZ 2107-ը։ Վթարի փաստով ՊՑ Կոտայքի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզվում են հիվանդանոց դիմաց քաղաքացու ինքնությունը։ Կհանդիպենք վաղը, առողջ եղեք։